Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները գնալով էլ ավելի լարված ու ինտրիգային են դառնում, իսկ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե ինչպես է զարգանալու Վռամի վիճակը, որովհետև նրանք չեն պատկերացնում հեռուստասերիալն առանց Վռամի կերպարի։ Չնայած հեռուստասերիալի սկզբում Վռամը ներկայացվում էր որպես բացասական կերպար, բայց ժամանակի ընթացքում այդ կերպարը փոփոխության ենթարկվեց և ավելի հանդուրժող դարձավ, հատկապես քրոջ նկատմամբ։ Իսկ սկզբնական բացասական լինելը բնական էր, քանի որ նա կորցրել էր եղբորը, բնականաբար որևէ մեկը նրա հետ չէր նստելու, հանգիստ չէր զրուցել, բայց հիմա, երբ հասկանում է, որ վտանգված է նաև Նարէի կյանքը, նա որոշում է Նարէի կողքին լինել ամեն ինչով, բայց Արմոն Նարէի համար այլ պլաններ ունի, այնպես որ Վռամն այս պահին դժվար թե կարողանա քրոջը Նարէին օգնել։ Վռամի ձեռքում է ամենամեծ հաղթաթուղթը, նա վերջապես, ստանալով Նարէից մերժում ամուսնության, ցույց է տալիս ձայնագրությունը, որն արել է Քաջիկի հետ։ Քաջիկը խոստովանել է, թե ինչպես Աշոտի հետ վարվել են նրանք անտառում թաղելով և ինչպես է Նարէի հայրը Սաքոն ժամացույցն իրենով արել։ Բնականաբար սկզբում Նարէն չի հավատում, մտածում, որ Քաջիկին խմացրել ու ուղղակի խոսեցրել է, բայց բնականաբար այլ ելք չի մնա Նարէին, քան համաձայնվել Արմոյի ամուսնության առաջարկությանը։ Որովհետև Արմոն չի պատրաստվում լռել, ավելին, նա հասկացնում է, որ դիմելու է պատկան մարմիններին, այսինքն՝ օրենքին, իսկ դա նշանակում է, որ Սաքոյին բնականաբար կդատապարտեն։ Բայց մինչ այդ նա վախենում է ավելի շատ Հայկի արձագանքից, ինչպես կարձագանքի Հայկը, եթե իմանա, որ Նարէի հայրն է իր հոր սպանության մեղավորը։ Ավելին, Հայկը դեռ նույնիսկ չգիտի, որ իր հայրը մահացել է։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները։ Մեկ թվում է այս պրոբկաները ունեն սկիզբ, բայց չունեն վերջ։ Չնայած դրամաբանությունից դուրս են, բայց ասեք Երևանի պրոբկաները դրամաբանությունից դուրս են։ Բարի օր, սիրելիներս, հուսամ լավ եք։ Եկել եմ լավ նորություն ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր սպասում էին, որ ATV հեռուստաընկերության եթերում նոր հեռուստասերիալ պետք է սկսի, եւ պաշտոնապես հայտարարում եմ. շուտով, երկուշաբթի օրվանից, հոկտեմբերի 20-ից, եթերում կլինի նոր հեռուստասերիալ։ Մանրամասներն իմանալու համար հետևեք մեր էջերին եւ կիմանաք ինչ սերիալը, ովքեր են զբաղված եւ ինչ Քրիստ։ Նայեք, ATV-ն։ Սիրելիներս, մի հատ էլ լավ նույն եմ ասելու, ուրեմն ATV հեռուստաընկերությամբ շատ շուտով սկսում ենք նոր նախագիծ, որտեղ պրոդյուսերներից մեկը իմ լավ ընկերն է, իմ Եղիշնա Սողոմոնյան, ում հետ մենք աշխատում ենք երևի թե 2010 թվականից, Եղիշը որպես պրակտիկանտ օպերատոր էր եկել մեզ մոտ, հետո արդեն դառավ մեր լավագույն օպերատորներից մեկը, ու հիմա անչափ ուրախ եմ, որ Եղիշիս նախագիծը շուտով կլինի ATV եթերում, իհարկե այդտեղ իր առանձնահատուկ դերն ունի Վահագն Սիմոնյան, ու ես շատ ուրախ եմ, որ կադրում տեսնելու ենք նաև մեր Գուրգենին Սարգսյան, ու էլի լիքը սիրված դեմքեր, այնպես որ բաց չթողնեք, հոկտեմբերի 17-ից ATV եթերում շատ հետաքրքիր գժական թույն նախագիծ է գալիս։ Ողջույն բոլորին, 10 րոպեից թատրոնում պիտի ներկայացումը սկսվի, բայց լույսերը կտրել են, մնում է միայն նստել և սպասել։ Իդեպ ես 2 վնասված ոտքով եմ, օրեր առաջ story էի արել, չէ, որ տաբատիցս հետքերն եմ մաքրում
իրականում ես կատակով ներկայացրի, բայց հետևանքները մի փոքր տխուր էր, նույնիսկ մի փոքր կաղում եմ, բայց ստիպված եմ բարձրակրունկներ հագնել ներկայացման համար։ Ուզած, չուզած։ Բա։ Ձմեռ պապիկ ինչ է դու գրել ես։ Դու գրել ես ձմեռ պապիկին։ Գրել ես ձմեռ պապիկին նամակ։ Ես, հա, Ինչ ես գրել։ գրել եմ, որ միշտ ուզում եմ հարուստ լինեմ։ Այդ նամակից քսարա երկուսս փոխարեն ուղարկի է։ Ես ուզում եմ միշտ հարուստ մնամ։ Երեք Սառնարանի հետ մի հատ վիդեո եմ նկարել, չգիտեմ տեղադրեմ թե չէ։ Սառնարանի։ Ստեղ սմայլիկ դրեք, տեսնենք արժի դնել թե չէ։ Այդ էլ եմ խոսում, ուր է։ Mən խոսքով ստեղ ռեակցիա դրեք, տեսնեմ արժի դնել այդ Սառնարանի հետի վիդեոն թե չէ։ Сайт։ No, ռիլ գցեմ։ Մենք նկարահանման ենք, Թամիկը պապրավկա է լինում, Ռոմելան էլ է այստեղ, ոչ իմացակ ես ու Թամիկը մոտիկ ընկերուհիներ ենք կինոյի մեջ։